Այսօր մայիսի 9-ն է, սա մեր տուրիստական խումբն է, որն ինձ հետ այսօր Planet Travel-ի կազմակերպած Վայոց Ձոր տուրիստական երթում է գտնում։ Մենք եկել ենք 461 թվականին կառուցված Գյուտ կաթողիկոսի կողմից նահատակի մատուռի մոտ, որտեղ գտնվում է Ավարայրի ճակատամարտի հայոց բանակի ձախ թևում կռվող Արցախյան գնդի հրամանատար հռչակավոր Զորավար Մարտիրեի դամբարանը, Արցախի հռչակավոր գունդը, 300 հոգանոց գունդը, որը նահանջում էր Ավարայրի դաշտից Վայոց Ձորի վրայով դեպի Արցախ, եւ հենց այս վայրում այդ գունդը ընկավ շրջապատման մեջ նրան հետապնդող պարսկական Մատյան գնդի զորահրամանատար Արաշխադուրի կողմից 300 արցախցիները եւ նրանց հռչակավոր զորավարը մի ամբողջ օր կռիվ տվեցին հենց այս բլրակի վրա եւ բոլորը զոհվեցին, նահատակվեցին, որովհետեւ հանձնվելու առաջարկ իմանալով հանդերձ զորավար Մարտիրեն պատասխան տվեց պարսկական բանակի զորահրամանատարին. մենք հավատի զինվորներն ենք, մենք հայրենիքի համար մարտնչող զինվորներն ենք, Արցախի գունդը երբեք չի հանձնվի։ Եվ 300 զինվորները նահատակվեցին իրենց հռչակավոր զորահրամանատարի հետ, այդպես էլ չհանձնվելով թշնամու ողորմածությանը։ Եվ դարեր շարունակ այստեղ այս սուրբ աջունը, որ հանգչում է, ըստ հայոց պատմիչների վկայության Գյուտ կաթողիկոսի կողմից, որը այդ ժամանակ տեղապահն էր հայոց կաթողիկոսական աթոռի, ժամանեց Վայոց Ձոր եւ ըստ պատմիչների վկայության իր ձեռքերով կառուցեց այս փոքրիկ դամբարանը, որտեղ հանգչում է մեծ զորահրամանատարը, եւ քիչ վերև Արտաբույնք եւ Ոսնիկ գյուղերի արանքում ուղարկավորեցին այն 300 հերոս զինվորների աջունները։ Մայիսի 9-ին շատ խորհրդանշական է լինել այս գեղատեսիլ վայրում, ոգեկոչել նորից Ավարայրի ճակատամարտի Արցախյան գնդի հերոսությունը, գունդ, որը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ուխտին եւ որպես հայոց բանակի անբարտելի զինվորներ չհանձնվեցին ու դարեր շարունակ մինչև մեր օրերը փառավորեցին եւ իրենց անունը եւ այն արժեքը, հանուն որի նրանք մարտնչեցին եւ նահատակվեցին։